Բարև ձեզ, ճիշտն ասած ես ոնց ասեմ, բախտի բերմամբ չեմ տուժել ընդհանրապես, բայց մի քանի դեպք եղել է կենդանիների հետ կապված, որ առնչվել եմ տենց այնքան որ գրելով ու ահա որ մի հատ կերպարային որ կարա իմ գրածները սա պոստերաներ էլի, դաժե ոնց էի ես իր այդ խոսում գրում, նենց շանտաժիստ մի հատ ահա որ զզվանքի մեկնա ես իրան էդի ասել եմ, մի քանի անգամ էլ վիճել եմ հետը ու վсё, ես երբեք ոչ տեսել եմ դրան, ոչ էլ այդ գոմիկին ուզում եմ տենամ ընդհանրապես։ Ու իր մասին կյանքում ոչ մի տեղից ոչ մի լավ բան չեմ լսել, տարբեր մարդկանցից, տարբեր։ Բայց նենց չի, այդ մարդիկ իմ ընկերներն են, իմ հարազատներն են, թե պոստերով, թե Facebook-ով, թե իմ շրջապատում, ցանկացած տեղ, ցանկացած, որ ինքը մի հատ ահավոր կերպար է ու սարսափելի, վատ մարդ է։ Ես այն ժամանակ որ պոստ էին անում խեղճ կենդանների պահով, ասում էի բանը, ինքը տենց մարդ է էլ, իրան մի վստահեք, ահավոր կերպար է, բան էին անում, ասում էին, վա ինձ քարկոծում էին, ինչի ես իրան բան ասում, ինքը կենդանասեր է, այնքան կենդանասեր է, որ ով գիտի ես իմ քանի 100,000-ներով մարդկանցից իհարկե չեմ մանում էլի, էդի 1000% ականատես չեմ եղել, լսել եմ պոստերով շատ մարդկանցից, որ միլիոններով փող էր հավաքում կենդանասերության այդ բաներով, որ մարդիկ նվիրատվություն էին անում, ինքը խոսքի պետք է այդ խեղճ կենդանու թաթը փրկեր այդքան գումարի դիմաց 20,000 դրամով կտրում էր թաթը, ասում էր վայ գիտեք ինչ մեղ կա, 3 ոտանի մնաց կորթեգրեք, մարդիկ խղճում էին, տանում կտրում էր, որ փողեր աշխատեր։ Կեղտ է ինքը, կեղտ։ Ես իրան ատում եմ, ես տենց դիշովկա չեմ տեսել, որ դրան հանգարց հանդիպեմ, չգիտեմ, կարող է ես ինչ անեմ, ես տրակում եմ դրանից։ Ու նման մի քանի կենդանասերներ, ճակերտավոր, իրանք չեն կարա իսկապես կենդանասեր լինեն, անկեղծ եմ ասում։ Իրանք մենակ դրանով փող են աշխատում, գնում են երկրներ են հանգստանում, ինչ ասես անում են, այդ արդեն թող դատարանը իրանց բանկային հաշիվների մուտքեր, ելքեր, ապացույցներ, ամեն ինչ տենան, թե իրանք ինչ գործնեություններ են ծավալում, թե չէ իրականում Աստված ջանի, ես դրա հետ առնչություն ունենամ, որ հոմոսեքսուալ եք անվանել, ինձ թվում է այդ ինքը թողապացուցի, որ ինքը տենց չի, ինձ թվում է մեկ, երկրորդն էլ ոնց ասեմ, էդի մենակ դուք չեք ասում, սա Երևանն էլ ասում են, ճիշտն ասած, անպայման չի, որ մի խոսքով իրան պրոստը փող է պետք, որ մարդկանց շանտաժանի ու ցանկացած մարդու գրածը պուբլիկավա տանի, թե թողապացուցի, որ էդի ձեր գրածն է սարքած չի կամ ասածն է սարքած չի արհեստական բանականությունով, դժվար չի նման էջ նույն ձևի ստեղծել, սկրին անել, գրել, ուղարկել։ Էդի ընդհանրապես դժվար չի։ Ինքը ուղղակի վատ անձնավորություն է, շատ վատ, շատ զզվելի, տականք ինչ որ մեկն է։ Ես չգիտեմ, չեմ պատկերացնում, որ ոնց կարա կենդանասերները իրան հավատան։ Վայ ինքը, չգիտեմ, այնքան վատ բաներ եմ լսել, որ ինքը ամեն ինչի սպասովնի է։ Այտենց, ինչ ասեմ։ Ես չեմ կարծում, որ հոմոսեքսուալ բառի համար պետք է 1.5 միլիոն դրամ տուգանվեք դուք կամ չեմ անում, տենց օրենք գոյություն չունի, բայց բան էի ուզում ասեի, մոռացա, տեսեք, ամեն դեպքում լավ բան չի եղել, որ տենց շարի մեջ եք ընկել կոնկրետ շարի, էդ էլ պետք է պոստ անեք, որ մարդիկ իմանան, որ ինքը ով է, ընդհանրապես, ու արդեն պոստերի, SMS-ներից, կոմենտներից կհասկանաք էլ իր մասին կարծիքը մարդկանց։ Հիմա պետք է 5 րոպեից հատամ նաբուժի մոտ գնամ, բայց կհարմարացնեմ կնայեմ, պահի տակ տենց, մի քանի բան լսեցի, ես ինչ ասեմ, չգիտեմ, ամեն դեպքում ես հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի, պրոստը պետք է պայքարեք, շատ հանգիստ, շատ ազնիվ ապացույցներով, որը որ ժամանակ է պահանջվում,
ու գիտեք այդ ապացույցներն էլ պոստերով է էլի պետքա պոստեր անեք, ով է ուժել, ինչ ա արել, դե ոչ մեկն չեն ուզի շարի մեջ ինձ թվում անգնեն, բայց գոնե կոմենտներով կհասկանաք էլի ընդհանուր առմամբ կարծիք, որ մարդիկ մի խոսքով ինչ կարծիք ունեն թեկուս դրա մասին։ Ինչ ասեմ, չգիտեմ։ Ես ինձ համար իմ անձնական կարծիքն է, որ ինքը չի կարա կենդանասեր լինի, ինքը չի կարա կենդանիների խնամքով զբաղվի, ինքը շատ վատ մարդ է ինձ համար, իմ կարծիքով։ Ինքը չի կարա բարի լինի, կամեցող լինի, մտածի շան-կատվի մասին, անհնար բան է, անհնար։ Ինքը կարա տարբեր մարդկանց հետ համագործակցի ու չգիտեմ, երևի մի քանի տեղից է լսել է, որ հիմա որ դատի են տալի, մթում շահում են մարդկանց բառերի համար, ինքն է տենց մտածել է, սպասի փորձեմ, երևի, բայց մի նեղվեք, ինչ ասեմ, ամեն դեպքում պայքարեք, ձեզ հաջողություն եմ մաղթում, լավ բան չի ստացվել, որ տենց շարի մեջ եք ընկել, ահա որա, մի խոսքով։